Ողջույն Արամին, Արամի մազեր կտրող անձնավորությունը իր հուշմամբ սիրուն տեսարան, սիրուն ֆոն ենք ման գալիս, այս շատ լավ հուշում է ու հիմա պատմում եմ մի քանի մեդիտացիաների մասին, հատկապես սրտից սիրտը արդյունավետ եւ ամենակարևորը, որ ուրեմն հորմոնալ մեդիտացիան։ Այս մեդիտացիաները մարդկանց օգնել են քունը կարգավորել, հավատը կյանքի նկատմամբ վերականգնել, ուժեղացնել։ Իհարկե, բոլոր այն մարդիկ, ովքեր խիստ կասկածամիտ են, այս գործիքները ժամանակավոր են օգնում, բայց օգնում են։ Այս ուղղակի գործիքներ են, որոնք հնարավոր է ամեն մարդ իր համար ունենա, կամ եթե ժամանակը գա, էլի խմբային մեդիտացիաների անցնենք։ Այս խնդրանքը, այս առաջարկը մեդիտացիաների վերադառնալու Aeroflex-ի տնօրեն Արմինե Գևորգյանի առաջարկով է եղել ու կամաց այս մեդիտացիաների մասին կխոսենք։ Ասում եմ, ամենաարդյունավետը հորմոնալն է եղել, որ չինական բժշկության հիմունքներով է այդ մեդիտացիան կազմակերպված, ուսին թերապիայի, իսկ սրտից սիրտը Գորդոն կհիշեմ, իր մեթոդիկան է, այս ամեն ինչը մեր խորքային ունակությունների մասին է։ Սա չի նշանակում, որ մարդը այս մեդիտացիան անելով անհետևողականորեն մեծ արդյունքներ կունենա։ Մեծ արդյունքներ կունենա, երբ որ ամեն օր կանի այդ 15-20 րոպեանոց մեդիտացիաները։ Ավելին, հնարավոր է դրանք սեղմել, դարձնել 5-7-8 րոպեանոց։ Կարա լինի նաև անհատական։ Անհատականի համար պետք է մեզ կոնսուլտացիա, որպեսզի իմանանք անհատական խնդիրը, անհատական խնդրի շուրջ կառուցենք այդ չքնաղ մեդիտացիաները։ Ժպիտի մեդիտացիան ինձ թվում է հաջորդ ամենաուժեղը կլինի, որը դեռ ուսումնասիրման փուլում է, վաղուց եկել է, երիկամները կարգավորելու համար կյանքի որակը եւ առհասարակ մարդը ինքն իրան սիրելու։ Միկային էլ շնորհակալություններ, ողջուններ, այն օրը տեսա, այն օրը, երեք չառաջորը, ասում դու քեզ սիրում ես, ֆորմի մեջ ես, ջահելանում ես եւ այլը։ Ճիշտ ասում, դա հնարավոր է, եթե ես արել եմ, մյուսներն էլ կարան։ Դե, ամենայն բարին, մինչ հանդիպում։ Եթե հարցեր ունեք, կարաք գրեք, կարաք համար թողեք, ես զանգեմ, այնտեղ պրոֆիլում համար է նշված, կարող եք համարին WhatsApp-ով կապ հաստատել, ձեր հարցը տալ կամ public հարց տվեք, էլի ինչ կա ամաչելու, եթե կարամ պատասխանեմ, կպատասխանեմ։